Բարի օր, իմ շատ սիրելի Աստծո ժողովուրդ, եթե առաջի անգամ եք մեր էջում, բարով եք եկել, կարող եք բաժանորդագրվել, որպեսզի բաց չթողնեք մեր հետագա ուղերձները, ուսումնասիրել էջը, շատ հրաշալի ուղերձներ ունենք մեր էջում, որը անպայման ձեզ օրհնություն կլինի, ամեն։ Ուղերձ ինքը մի բան է, որ Աստված խոսում է մեզ հետ ուղղելու այն բաները, ինչ կա մեր կյանքում, որը այնքան էլ ճիշտ ճանապարհների վրա չենք։ Այո, այսօր իրականում հորդոր է, այսօրվա թեման հրաշալի մի թեմա է, որի մասին ուզում եմ բաժնեկցել ձեր հետ, որը այսպես եմ վերնագրել, հուսահատության մեջ կամ վշտի մեջ մարդուն ընկեր է պետք եւ ոչ թե դատավոր։ Փառք Աստծուն։ Այո, ամեն մարդ, որ ընկնում է հուսահատության կամ վշտի մեջ, ուզում է իր կողքին լինել մեկը, ով ոչ թե իրեն կդատի, կդատապարտի կամ միայն ուղղություններ ցույց տա, այլ կօգնի ու կբարձրացնի։ Գիտեք, երբ ենք իրականում հասկանում, որ մենք ունենք լավ ընկեր մեր կողքին, երբ որ մենք ընկած ենք կամ մենք ինչ-որ վատ կամ ժամանակաշրջան ենք անցկացնում մեր կյանքում։ Աստված մեզ կանչում է, որպեսզի մենք իրար հետ եղբայրություն անենք։ Ամեն, ոչ թե մեր ընտանիքի անդամների, մտերիմների, այլ նաև եկեղեցվո ներսում։ Ուզում եմ կարդալ Առակաց 17:17-ը։ Բարեկամն ամեն ժամանակ սիրում է։ Եղբայրը նեղ օրվա համար է ծնված։ Ինչ նկատի ունի։ Սկզբում բացում է խոսքը ասելով, որ բարեկամը ամեն ժամանակ սիրում է։ Այսինքն ամեն ժամանակ քո կողքին է, քեզ սիրում է, քեզ աջակցում է, բայց տեսեք շարունակությունը ինչ ասում։ Եղբայրը նեղ օրվա համար է ծնված։ Այսինքն դու բարեկամից այսպես ասած դառնում ես եղբայր ինչ որ մեկի համար, երբ որ դու նեղ օրվա համար իրեն օգնում ես, նեղ օրվա ժամանակ, նեղ օրվա մեջ իրեն սատար ես կանգնում։ Դա արդեն եղբայրություն է եւ Աստված ուզում է ամեն մեկս մտնենք այդ եղբայրության մեջ։ Ամեն։ Այսօր ուրեմն հիմնականում խոսալու ենք, պատմելու եմ ձեզ Հոբը գրքից։ Հոբը իրականում ուներ 3 ընկերներ, որ եկել էին Իրան նեղ օրվա ժամանակ իր ցավը կիսելու։ Հիմնականում ուղերձը կարդալու ենք մենք Հոբի խոսքերից եւ ընկերների խոսքերից։ Հոբի խոսքերից նրա համար, որ մենք ավելի հասկանանք այն անձնավորություններին, ովքեր գտնվում են հուսահատության մեջ եւ այո, ընկերների խոսքն ենք ուսումնասիրելու նրա համար, որ հասկանանք ինչ չպետք է անենք որպես ընկեր մեր բարեկամին, ով ընկած վիճակում է։ Հոբը Աստվածաշունչը իրան ներկայացնում է որպես կատարյալ անձնավորություն, ով ամեն ինչ ճիշտ է անում, ով Աստծուն էր հետևում, բայց սատանան ուզում էր նրան փորձության մատնել եւ Աստված թույլ տվեց դա։ Եվ 2 օրում Հոբը իրականում կորցրեց ամեն բան՝ իր հարստությունը, իր զավակներին, իր առողջությունը, ամեն բան կորցրեց եւ նա այսպես ասած խորը դեպրեսիայի հուսահատության մեջ էր ընկած Հոբը։ Իրականում միակ բանը շատ քարոզիչներ այսպես հումորով են դա ասում, միակ բանը, որ իրանից չէր վերցրել դա կիններ, որովհետև այնքան վատներ իր կինը, որ դա իրան որպես պատիժ մնաց։ Ամեն իր կողքին իր կինն էր, ով իրան ոչ թե բարձրացնում էր որպես կին, այլ ինքն էլ այդ վերքերի վրա սև ու աղբիբար էր ցանում, այսպես ասացվածք ունենք մենք, ավելի դառնացնում իր կյանքը։ Ահա եւ իր 3 ընկերները մոտենում են Հոբին իրան ցավակցելու ու կարդալու եմ Հոբ 2:12-13-ը։ Երբ հեռվից տեսան նրան, չճանաչեցին, իրենց ձայնը բարձրացնելով լաց եղան։ Ամեն մեկը իր պատմուճանը պատառատելով, երկինք նայելով հող ցանեց գլխին։ Նրա հետ 7 օր ու 7 գիշեր գետին նստեցին, նրա հետ մի բառ չէին խոսում, որովհետև տեսան, որ ցավը չափազանց մեծ էր։ Իրականում երբ կարդում եմ այս խոսքերը, իմ մոտ այնպիսի տպավորություն է գալիս, որ հրաշալի ընկերներ ուներ, տեսեք ինչ ասում գիրքը, երբ հեռվից տեսան նրան չճանաչեցին։ Գիտեք, երբ որ մարդ ընկնում է հուսահատության մեջ, նա փոխվում է, անճանաչելի է դառնում։
Նրանք էլ հոբին ում ճանաչում էին հերվից տեսան, բայց այդ ցավը այնքան իր մեջ կար եւ հիվանդությունը եւ շատ բաներ ինքը մի տեսակ անճանաչելի էր դարել իր ընկերների համար։ Եվ ասում է իրենց ձայնը բարձրացնելով լաց եղան ու այսպես ասած ցավ տարան իրենց ընկերոջ համար, որ իրենց ընկերը այս իրավիճակի մեջ է։ Եվ ասում է 7 օր ու 7 գիշեր իրանք ոչ մի բառ չխոսացին, որովհետև տեսնում էին, որ ցավը այնքան անտանելի էր, այնքան մեծ էր, բառեր չունեին արտահայտելու եւ մխիթարելու հոբին իր ցավի մեջ։ Եվ իրականում, երբ որ շարունակենք պատմությունը կարդալ, հասկանում ենք ամենալավ բանը, որ արեցին իրենք, երևի հենց այս 7 օրն էր, որ իրենք լուր ուղակի ուզում էին հոբի կողքը լինել եւ նրա ցավը տանել։ 7 օր հետո վերջապես հոբը սկսում է խոսել։ Իրականում հոբի խոսքերը երևի ոչ այնքան խոհեմ խոսքեր էին, ոչ այնքան կշադատված խոսքեր էին, որովհետեւ հիշենք, թե նա ամեն ինչ կորցրել էր իր զավակներին, իր հարստությունը, իր առողջությունը, նիհարած էր, ցավ էր տանում եւ չէր հասկանում ինչու իր կյանքում կատարվեց այս ամենը։ Եվ հոբը սկսում է իր սրտի ցավից խոսալ, ասելով, որ Աստված իմ հետ այսպես արեց, այնպես արեց, ճիշտ է, նա մեղք չգործեց իր խոսքերում, չմեղադրեց Աստծուն, բայց նա փնտրում էր պատասխաններ, թե ինչու իր հետ այսպես կատարվեց։ Եվ անդադ ասում էր հոբը, որ ես ուզում եմ խոսել Աստծո հետ, թող նա ինձ բացատրի, թե ինչու այսպես արեց։ Եվ այսպես ծանրակշիռ խոսքեր էին, հիմնականում ծանր ցավով լեցուն խոսքեր էր արտահայտում հոբը իր ընկերներին։ Եվ ահա վերջապես 7 օր հետո իրականում իր ընկերը սկսեց խոսել իր հոբի խոսալուց հետո։ Եվ տեսեք բացումը ինչպես է անում, 4-ի 2-ն եմ կարդալու։ Եթե մեկը փորձի քեզ մի խոսք ասել, կսրտնեղես, բայց ով կարող է իրեն զսպել, որ չխոսի։ Եթե բան ասեմ նգնեղվես, եթե մի բան ասեմ կնեղանաս, գիտեք շատ այնպիսի հասկանում ենք, այնպիսի բացում էր սա խոսքերի, որ գիտեր իր խոսքերը պիտի նեղացնեին հոբին։ Գիտեք, երբ որ մենք ինչ-որ մեկին ուզում ենք ինչ-որ բան ասել, մեր մեջ գալիս է, եթե մի բան ասեմ կնեղանաս, ուրեմն ավելի լավ է լռել։ Եթե գիտենք, մեր խոսքերը նեղացնելու են։ Շարունակությունը տեսեք բանալի խոսք է իրականում, բայց ով կարող է իրեն զսպել, որ չխոսի։ Իրականում ինչ ենք հասկանում այս խոսքերից, որ այդ 7 օրը իրանք կարող առաջի օրը, երկրորդ, երրորդ օրը իրանք լուր էին մնում ցավը կիսելու համար, բայց այս օրերի ընթացքում իրանք ինչով էին լցվում այդ լռության մեջ, իրանք լցվում էին իր ընկերոջ հանդեպ դատապարտությամբ, թե նա ինչու պետք է այս իրավիճակում ընկներ, սատանան այսպես այդ լռությունը օգտագործում էր, որպեսզի նրանց լցներ ու ահա գալիս է մի ժամանակ, մի պահ, որ ասում է ես էլ չեմ դիմանում, չեմ կարող զսպել ինձ, որ չխոսամ։ Ինչու չէր կարող զսպել, որովհետև իր բաժակը լցված էր, այդ լռությունը իրականում օգտագործել էին ոչ թե կիսելու, այլ լցվելու։ Գիտես, շատ ժամանակ, երբ որ մենք ինչ-որ մեկից ջղայնանում ենք, նեղվում ենք, ինչ-որ բան ենք կատարում ու լռում ենք, բայց դա մեր մեջ եռում է իր արածները ու գալիս է մի օր մենք մտածում ենք դա այդպես էլ կանցնի, բայց ժամանակ անց դա դուրս է գալիս այն, ինչ մեր մեջ կա կամ եղել է։ Դրա համար սիրելիս լուր մնանք ոչ թե լեցվելու մեր ընկերոջ հանդեպ դատապարտությամբ կամ իր արածները մեզ ջղայնացնելով, այլ լուր մնանք Աստծո լռությունով, օգնենք Աստծուն այդ լռության մեջ ոչ թե դատապարտությունով լեցվենք սատանայի բերած դատապարտություններով, այլ այդ լռության մեջ փորձենք հասկանալ մեր դիմացինին։ Այնքան կարևոր է հասկանալ դիմացինի իրավիճակը։ Գիտեք, Աստված է բերում այդ հասկացողությունը, մենք հնարավոր է, որ չհասկանանք ինչու է դիմացինը այս իրավիճակում, բայց Հակոբոս 1:19-ում տեսեք Աստված ինչ է ասում. ամեն մարդ թող արագ լինի լսելու, դանդաղ խոսելու և դանդաղ բարկանալու մեջ։ Ինչու համար արագ լինի լսելու մեջ, առաջինը լսելն է մարդում, լսել հասկանալու համար, արագ լինի, այսինքն փորձի հասկանա, առաջինը փորձի լսել դիմացինին, դանդաղ խոսելու մեջ,
եւ բարկանալու։ Ինչի ենք մենք շատ բարկանում ինչ որ մեկի համար, որովհետեւ չենք լսում եւ չենք հասկանում։ Դրա համար ինչ է գալիս։ Դիմացինը խոսում է, բայց մեր ականջները փակ են, մենք չենք լսում նրան հասկանալու համար։ Արագ խոսում ենք, ուզում ենք մեր կարծիք անպայման ասենք եւ հետո բարկություն է գալիս։ Գիտեք, այնքան հրաշալի է, որ Աստված մեզ քայլ առ քայլ սովորացնում է ինչ իրավիճակներում ինչպես վարվենք։ Մենք դա չենք կարող, այդ իմաստությունը Աստված իր խոսքի միջոցով մեզ սովորեցնում է։ Եթե այս իրավիճակում է սիրալիս, այսպես վարվի։ Դրա համար թող մեր ականջները իսկապես բաց լինեն Աստծո խոսքին եւ լսելուն, որպեսզի հասկանանք նրա ճշմարտությունը եւ դա Աստծո շնորհքով կարողանանք կիրառել մեր կյանքում։ Ամեն։ Հաջորդը պիտի կարդամ իր ընկերների խոսակցությունը շարունակելով Հոբի 4:7։ Հիշիր, թե ով է անմեղ լինելով կործանվել եւ արդարները որտեղ են բնաջնջվել։ Այսինքն, ինչ որ տեսնում ենք ճիշտ է ասում, անմեղ լինելով ոչ մեկ չի կործանվում, բայց գիտեք ինչն է հարցը, որ նա շտապում է ակնարկներ անելով Հոբին մեղադրել։ Եթե դու անմեղ լինեիր, դու չէիր բանանի, դու այսպիսի իրավիճակում չէիր ընկնի եւ այլն եւ այլն։ Իրականում շատ մեղմ է սկսում ընկերները։ Սա առաջին հենց խոսակցությունն է, որ կատարվում է, մեղմ ակնարկներ են, բայց ինչքան խորանում ենք այս խոսակցության մեջ, տեսնում ենք գնալով, այսպես ասած, իրանց խոսակցությունը բանավեճը ավելի թեժանում է, իրանց խոսքերը ավելի ծանրանում են եւ ավելի հանդիմոնաղական են լինում, դատապարտողական են լինում, ամեն։ Շարունակելով պիտի կարդամ Հոբ 5:8, 17 եւ 25-ից 26։ Սակայն ես Աստծուն կդիմեի եւ իմ հարցը կհանձնեի Աստծուն։ Ասում եմ, ես քո տեղ լինեմ, Աստծուն կդիմեի եւ կհանձնեի իմ հարցը Աստծուն։ Գիտեք, իրականում ընկած մարդը միշտ էլ Աստծուն դիմում է։ Ուղղակի ինչի է ինքը ընկած վիճակում մնում, որովհետև իր ցավից ելնելով, իր վշտից ելնելով ինքը շատ ժամանակ չի կարողանում իսկապես հասկանալ Աստծուն եւ Աստծո պատասխանը լսել։ Կամ դա փորձության մեջ է անցնում որոշ ժամանակ, Աստված լուր է մնում իր հավատքը փորձելու համար։ Բայց տեսեք, դրա մասին չի խոսքը։ Ասում եմ, ես քո տեղը լինեի։ Այսինքն շատ ժամանակ մենք մտածում ենք, երբ որ ինչ որ մեկը ընկնում է հուսահատության մեջ, ես իր տեղը լինեի, ես այսպես չէի տանի այս խնդիրը, ես ավելի թեթև կտանեի, ես որ իր նման օրինակի համար ֆինանսական խնդիրի մեջ անգել, ես Աստծուն կդիմեի, այսպես կանեի կամ ինքը իր երեխայի հետ չի կարողանում, ես որ երեխա ունենամ, ավելի լավ ձևով կանեմ։ Ինչ ենք ուզում ասել, որ ես քո տեղ լինեի, ավելի ուրիշ ձև կանեի։ Ինչ ենք ուզում սրանով փոխանցել մեր հուսահատ ընկերոջը իրականում։ Այն որ դու լավը չես, ես քեզանից ավելի լավն եմ, ես քեզանից ավելի լավ կարող եմ խնդիրները հաղթահարել։ Միթե դա իսկապես այն բանն է հուսահատ ընկերոջ ասելու կամ ժամանակն է ցույց տալու, որ դու ավելի լավն ես, քան ինքը։ Շարունակելով պիտի կարդամ 17-ը։ Երանելի է այն մարդը, որին Աստված խրատում է, ուրեմն ամենակարևորը հանդիմանությունը մի մերժիր։ Օ, ինչ հրաշալի խոսքեր։ Այո, իրականում երանելի ենք մենք, որ Աստված մեզ խրատում է։ Դա ամենաելանելի բանն է, որ քո կյանքում Աստված խրատում է քեզ, սովորացնում է քեզ եւ ուղղում է։ Բայց միթե այս խոսքը իսկապես արժեր ասել հուսահատ մարդուն, ով ընկած է։ Գիտեք, խոսքի մեջ սխալ բան չկա, բայց այդ խոսքը դու ինչ ձևով ես ասում, ինչ ակնարկներով ես ասում, նա այստեղ ոնց որ հաստատ իմանար, որ սա խրատ է, Աստծուց պատիժ է կամ ինչ որ բան է, որ այդպեսին չէր, նա ուղղակի փորձության մեջ էր ընկել ու ոչ թե որ Աստված իրան էր խրատում, ամեն։ Գիտեք, նրանք արագ ուզեցին հասկացնել, էլի ակնարկ անել, որ դու վատ բան ես արել, հիմա Աստված խրատում է, ու մի մերժիր, ընդունիր ես ամեն ինչի մեջ որ անցնում ես, ու քեզ լավ կլինի, բայց դա այդպես չէր։ Եվ գիտեք, որտեղ ենք հասկանում, որ նրանք ամբողջ ընթացքում իրականում որ կարդում ես այնքան մազերի տարբերությամբ ես հասկանում, որտեղ էին այս ընկերները սխալվել, որովհետև ինչ որ խոսում էին ճշմարտություն էր, ընկերների խոսածները։
նրանք Աստծուն էին բարձրացնում եւ ասում, որ Աստծուն էին պաշտպանում, միտեղ էլ նույնիսկ Հոբը ասեց փաստաբանություն եք անում դուք Աստծուն, եթե Աստված գա ձեր սրտերը քննի, միթե դուք ճիշտ կհելնեք թե ոչ։ Իրանք ամբողջ ընթացքում ուզում էին ասել, որ Աստված գիտի ինչ է անում, որ դու սխալ ես, ուրեմն հաստատ Աստված սխալ չի կարող լինել ու ճիշտ խոսքեր էին, բայց երբ որ գալիս է Աստված իրականում դատ ու դատաստան այսպես ասած տեսնելու, Աստված գիտեք ինչ է ասում։ Նրանք ընկերների մասին ասում, նրանք խոսում էին իմ մասին, ճիշտ բաներ չէին ասում։ Այդքան բան, երբ որ կարդում ենք շատ ճիշտ խոսքեր էին, Աստված արդար Աստված է, Աստված մեղավորին այսպես է անում, այդպես է անում, ասում իրանք ճիշտ բաներ չասեցին իմ մասին, Աստված է ասում, այսինքն ընկերները իսկապես չէին ճանաչում Աստծուն, որովհետև եթե Աստծուն ճանաչեին, իսկապես կհասկանային, որ Աստված այն մարդը, որ ընկած է, հուսահատված է, ինչ որ խնդիրների մեջ է, նրան ոչ թե այսպես ասած հանդիմանում է, այլ նրան աջակցում է, որ նա դրանից դուրս գա, նա ավելի շատ սեր է ցուցաբերում։ Երբ որ մենք Աստծուն ավելի ենք ճանաչում, երբ որ գիտեք մենք դուք ձեր վրա վերցրեք, եթե մենք ենք ընկնում ինչ որ խնդիրների մեջ, Աստված ինչքան նուրբ է գալիս է, մեզ սիրով է պատում, մեզ աջակցելով է պատում, մեզ թեկուզ եթե սխալ ենք անում, մեզ այնքան նուրբ ասում է այդ սխալը, որպեսզի մենք ազատ լինենք, որ խնդիրների մեջ չընկնենք։ Նա չի գալիս այսպես շփ-թոփ գլխի տալիս։ Ամեն։ Իսկ Հոբի համար, չնայած որ Հոբը խոսքերը այնքան էլ խոհեմ չէին, Աստծուց պատասխաններ էին փնտրում, ինչ որ տեղեր արդեն մի քիչ չափն անցնում էր, ինքը այսպես նեղվելու մեջ եւ այլն, ասում բայց Հոբը իմ մասին ավելի ճիշտ խոսած քան դուք։ Եթե կարդաք իրականում դա այսպես իրոք զարմանալի է, որովհետեւ Հոբը հուսահատությունից էր խոսում, բայց Աստված այդ անկեղծությունը, որ Հոբի մեջ էր, տեսավ ու ասում է ինքը ավելի ճիշտ խոսած, քան դուք։ Տեսեք, պիտի կարդամ Հոբ 42, արդեն վերջում է 7-ը։ Հոբին այս խոսքերն ասելուց հետո Տերը Եղիփաս Թեմանացուն ասաց. Իմ բարկությունը բորբոքվել է քեզ վրա եւ քո երկու ընկերների վրա, որովհետեւ իմ մասին իմ ծառա Հոբի նման ուղիղ չխոսեցիք։ Բայց երբ որ կարդում ես այնքան ուղիղ խոսքեր էին Աստծուն պաշտպանող, բայց ուղիղ չէր դա Աստծո առաջ։ Հոբը շարունակելով Հոբի 6:3-ը կարդալու ենք, քանի որ հիմա իմ տրտմությունը ծովերի ավազից ծանր է, դրա համար իմ խոսքերը անխոհեմ են։ Անխոհեմ, այսինքն չկշռադատված, ոչ ճիշտ խոսքեր են ասում, ինչի համար այդ խոսքերը այդպես ցավով են հելնում, որովհետև իմ տրտմությունը ավազից ծանր է ինձ համար։ Եվ շարունակելով 11-ից 14-ն եմ կարդալու, իմ ուժն ինչ է, որ դիմանամ, եւ իմ վերջն ինչ է, որ համբերատար լինեմ, իմ զորությունը քարերու զորություն է, կամ իմ մարմինը պղնձից է, չէ որ իմ մեջ զորություն չկա ինձ օգնելու եւ հաջողությունն ինձանից հեռացել է։ Այսինքն ինքը խոսում է, թե ինքը ուժ չունի, ել չեմ կարողանում դիմանալ կամ ինչին համբերեմ, սրանից հետո ինչ է լինելու, հույսը կորցրել է ապագայի նկատմամբ ու երբ որ ասում ենք ոչինչ համբերի, լավ կլինի, բայց ինքը չի տեսնում այդ հույսը ինչին համբերեմ, ասում է, ինչ վերջ եմ ունենալու, որ դրան համբերությամբ սպասեմ։ Իմ զորությունը ասում է քարերու զորություն է կամ իմ մարմինը պղնձից է ու ասում է ես էլ զորություն չունեմ ինձ օգնելու եւ հաջողությունն ինձանից հեռացել է։ Ես էլ ուժ չունեմ։ Այսինքն գիտեք, երբ որ մարդ ընկած է լինում, ոչ իր խոսքերը այսպես ճիշտ խոսքեր են եւ ուժ էլ չունի իրեն օգնելու։ Մենք շատ ժամանակ ասում ենք դե աղոթի, դե ծոմ բռնի, դե այսպես արա, ասում է ես էլ ուժ չունեմ ինձ օգնելու։ Նամանավանդ գիտեք, երբ որ ինչ տեսակի մարդիկ են ընկնում, մենք ավելի շատ սպասումներ ունենք, որ իրանք պետք է այսպես հզորների նման դուրս գան իրանց իրավիճակից, կատարյալ մարդիկ Հոբի նման։ Մարդիկ, ովքեր մեր համար եղել են այսպես ասած վեմություն կամ զորություն կամ իրանք կարողացել են շատ խնդիրներ հաղթահարել կամ իրանք ինչ որ բան են իրանցից ներկայացնում, իրանք լիդերներ են, հա, ու երբ որ իրանք ընկնում են ու անդադ ոնց որ ասես
դու քեզ օգնի, դու կարաս, դու սաղին էսպես ես արել ու ավելի ես կատարելություն է սպասում այդ ընկած անձնավորությունից։ Դա կարող է լինել քո զավակը, քո հովիվը, քո ամուսինը, քո ծնողը, քո ընկերը, երբ որ ինքը միշտ լավ է արել ու դու տեսել ես ինքը այսպես ասած միշտ հաջողությունների մեջ եղել ու մեկ էլ երբ որ ընկնում է ու անդադ սպասում կա որ նա ինչու է ընկած, նա իրավունք չուներ ընկնելու, չէ որ նա այսպես կամ այնպես է կատարելության մեջ է, քո կատարելությունը քեզ պետքա փրկի։ Հենց այդպես էր իրականում իր անկերները խոսում էին, բայց շարունակելով տեսեք ինչ ասում, հուսահատ մարդուն անհրաժեշտ է բարեկամների օգնությունը, թեկուզ նա ամենակարողի վախնել թողած լինի։ Հուսահատ մարդուն ինչա պետք բարեկամների օգնությունը։ Եթե նույնիսկ ասում եմ ես եմ սխալվել, եթե նույնիսկ ես մեղքի մեջ եմ, ես կարիք ունեմ, ամենաառաջինը հուսահատ մարդուն մարդա պետք, ով օգնելու ցանկություն ունի։ Ամեն։ Գիտեք, թեկուզ եթե դա ֆինանսով կարող ես օգնել, աղոթքով կարող ես օգնել, քո խոսքերով կարող ես օգնել, ինչով կարող ես օգնել, մի հատ կանգնում ես, հուսահատ մարդուն նայում ես ու հասկանում ես դու կարող ես իրան օգնել, եթե ոչ, քո ձեռքը ոչ մի բան չկա, դու անպայման կարող ես աղոթք անել իր համար, ես կաղոթեմ քո համար, դու այս իրավիճակում չես մնա, միշտ գիտեք Հիսուսին նայենք, թե Հիսուս ինչպես էր ընկածին օգնում, որովհետև եթե մենք մեր վրա վերցնեն, որ մենք պիտի անենք, մենք կընկնենք հուսահատ մարդուն նայելով, մենք էլ կընկնենք, բայց մեր հայացքը երբ որ միշտ Հիսուսին է նայում, Հիսուս ասում է, այսպես արա մենք անում ենք եւ հաջողվում է, ամեն, գիտեք, Մովսեսը, երբ որ ծովի դիմացներ ետևից գալիս էին Իսրայելի պատմությունը, երբ որ գիտեք, Կարմիր ծովի դիմացն էին ետևից բաները, եգիպտացիները գալիս էին, բոլոր ժողովուրդը հուսահատված ընկած Մովսեսի մոտ են գնում, ինչ անենք, մենք մեռնելու ենք հիմա, Մովսեսը մի բան արեց, առանձնացավ, նայեց Աստծուն, ինչ անեմ Տեր։ Փայտը երկար իր ծովին, եւ ծովը բացվեց, ճանապարհ դուրս եկավ։ Երբ որ Հիսուս քայլելով գնում էր եւ նավակը աշակերտները տեսան նրան, Պետրոս ինքն էլ ուզեց քայլել ծովի վրայով, ասեց՝ «Ել, արի Հիսուսը»։ Եվ Հիսուսին նայելով գնում էր, բայց գրված է, երբ որ նա նայեց ալեկոծող ալիքներին, նա ընկավ։ Երբ որ մենք մարդու հուսահատությանն ենք նայում, նրա մեղքին ենք նայում, մենք ընկնում ենք։ Մեր հայացքը թող լինի Աստծուց, որ մենք կարողանանք ըստանանք այն խոսքը, որ իրան բժշկություն կլինի։ Գիտեք, խոսքի մեջ իրականում կա զորություն, կյանքն ու մահը խոսքի ձեռքում են, ասում եմ, լեզվի վրա են։ Դու կարող ես քո բերանով մարդուն սպանես ամեն անգամ, դու ես մեղավոր, այսպես քննադատական խոսքերով դատավոր լինելով, ես քո տեղը լինեի, այսպես կալեի, կամ կարող ես նրան կյանք տալ, բայց քո խոսքերը չեն որ կյանք են տալիս, այլ այն խոսքերը, ասում եմ, Հիսուս, որ ասում է, հիշում եք նոր կտակարանում, երբ որ նա գնաց ջուր խմելու, մի սամարացի եկավ եւ սամարացուց ջուր ուզեց։ Սամարացին զարմանալով՝ դու ես ինձնից ջուր ուզում, ես սամարացի եմ, ասում է, եթե իմանայիր ով եմ ես, դու ինձանից ջուր կուզեիր, որովհետեւ իմ ջուրից խմողը երբեք չի ծարավում եւ կյանք է տալիս։ Այն ջուրը, որ Աստծուց է գալիս, կյանք է տալիս, այն խոսքը, որ Աստծուց է գալիս, կյանք է տալիս, մենք կարող ենք Աստծուն նայել եւ վերցնել այն զորության խոսքը, որ կյանք է տալիս եւ դիմացինին կյանք տանք, ամեն։ Մի ուրիշ թարգմանության մեջ իրականում Հոբ 6:14-ը այսպես է ասում. ով մերժում է իր ընկերոջ օգնությունը, նա Աստծո վախը ուրացած է։ Այսինքն դա մեզ տրված չի, եթե մենք մեր անձերը վստահել ենք Աստծուն եւ երբ որ մենք Աստծուն ենք ծառայում, մեզ տրված չի ընտրել օգնել, թե ոչ։ Աստված ասում է, եթե մերժես այն անձին, ով ընկած է, ով հուսահատության մեջ է, եւ չես ուզում դու մոտենաս օգնես նրան, դու ինձ ուրացած կլինես։ Շատ ժամանակ մենք չգիտենք ինչ անենք, դրա համար չենք մոտենում, կամ անտեսում ենք, կամ չենք ուզում խորանանք, որովհետև չունենք տալու բան։ Մենք չունենք սիրելիներս, բայց Հիսուս ունի, դրա համար թույլ տանք, որ մենք անոտ լինենք, որ Հիսուս մեր միջոցով բժշկի մեր ընկերոջը, որ մենք այս ընկերների նման չլինենք Աստծո պաշտպանելով, բայց մեր ընկերոջը ուրանալով եւ դա Աստված չի ընդունում։ Շարունակելով պիտի կարդամ Հոբ 6:21-26-ը։
Այժմ դուք անօգուտ եք ինձ համար, դուք տեսնում եք իմ թշվառությունը ու սարսափում։ Արդյոք ասել եմ ինձ համար մի բան բերեք ու ինձ ձեր ունեցվածքից փրկագին տվեք եւ ինձ իմ թշնամու ձեռքից ազատեցեք ու ինձ բռնավորի ձեռքից փրկեցեք։ Դուք ինձ սովորեցրեք ու ես կլրեմ եւ ինչու որ սխալվել եմ ինձ հասկացրեք։ Ուղիղ խոսքերը որչափ ցավալի են, բայց ձեզանից եկած հանդիմանությունն ինչ են նախատում։ Ամեն։ Այսինքն դուք ինձ համար ասում անօգուտ եք, դուք օգուտ չեք տալիս ինձ, տեսնում եք իմ դժվարությունը ու դրանից սարսափում եք։ Մենք շատ ժամանակ որ մարդուն ու ընկած մարդուն ենք նայում, մենք վախենում ենք իր վիճակներից, անզորությունից, որ մենք չենք կարող իրան օգնել, բայց նորից եմ ասում, մենք չենք կարող, բայց Աստծուն դիմենք ու չանտեսենք մեր դիմացինի հուսալքված վիճակը, ամեն։ Հետո տեսեք ինչ ասում, խոսքերից հասկանում ենք, որ նա չէր ծանրանում ֆինանսով կամ ինչ որ բաներ չէր խնդրում այդ հոբը իր ընկերներին, չնայած որ մենք որպես ընկեր եւ ֆինանսով եւ ինչով որ կարող ենք մենք պետք է մեր ընկերների կողքին լինենք, ամեն։ Եվ հետո շարունակելով ինչ ասում, ես ինչու եմ սխալվել, ասում է ուղիղ խոսքերը լավ են, բայց դուք ինչն եք հանդիմանում, այսինքն չկա ինչ որ բան ասելու, չկա ինչ որ կոնկրետ սխալ չեն տեսել հոբի մեջ, այնքան որ գիտեմ որ այսպես չպետք է լինի իրանց մտածելով, կարճ մտածումներով ու իրանք ասում են չէ, ասվածա ճիշտ ու սխալ։ Այո, ասված միշտ ճիշտ է ու մենք սխալ, դա չի հարցը, բայց ասված ուզում է որ ոչ թե մենք դատապարտենք մեր դիմացինին, այլ կարեկից լինենք նրա խնդիրի մեջ, այլ հասկանանք նրան։ Հնարավոր է նա ուղղակի ինչ որ փորձության միջով է անցնում, այլ կոնկրետ սխալ չի իր խնդիրների պատճառը եւ հնարավոր է որ սխալ լինի։ Պետք է կոնկրետ հասկանանք սխալը, եթե գիտենք կոնկրետ սխալ կա, իհարկե ոչ այդ բորբոքված ժամանակ, այլ աղոթքով, մեղմությամբ, սիրունությամբ, այսպես ասած, գնանք ասենք, գիտես, քո այս խնդիրների պատճառը ես մտածում եմ սա է, ես կարող եմ աղոթել առանց դատապարտելու, որ դու այսպես արեցիր դրա համար, այսպես եղավ քո հետ։ Ոչ։ Այստեղ նույնն էլ հոբն է ասում, ինչն է իմ սխալը, մենք սխալ չենք գտնում, դե մի բան հաստատ սխալ արած կլինի, որ ինքը այս խնդիրի մեջ է մտնում։ Այդպես չի սիրելիս, այնքան որ ինչ որ բանում դիմացինին սխալ հանենք։ Հետո տեսեք ինչ ասում 26-ում, արդյոք մտածում եք խոսքերի համար հանդիմանել, կարծես թե հուսահատի խոսքերը քամու խոսքեր են։ Ասում է ինձ իմ նեղության մեջ, որ ես ընկել եմ, որ ես այսպես եմ խոսում, ոչ անխոհեմ եմ խոսում, իմ խոսքերի համար ես ուզում հանդիմանես։ Իմ խոսքերը ասում է քամու պես են, հուսահատ մարդու խոսքերը քամու պես են։ Այսինքն անցողիկ են, գալիս գնում են, ընկած ժամանակ է նա խոսում, դա ինչ որ արմատացած մեղք չի իր կյանքում եւ Աստված նույնիսկ հասկանում է։ Գիտեք, աշխարհիկներն է շատ ժամանակ դե բարկացած էր մի բան ասեց։ Բայց իհարկե իր անկերները հոբ 8:2-ում տեսեք այդ քամին իրանց համար ինչ է։ Մինչև երբ պիտի այդպես խոսես, մինչ քո խոսքերը մեծ քամի են։ Այսինքն ուղղակի քամի չեն որ անցնում է ինչպես դու ես ասում, դու շատ ես այսպես ասած բորբոքված ես խոսում, մեծ քամու նման է ասում, սովորական քամի չի։ Մենք այդպես ենք տեսնում, բորբոքված խոսքերն ենք տեսնում, մարմնի բորբոքվածությունն ենք տեսնում, բայց ոչ ցավը։ Ընկերները տեսեք, արդեն կախվել են խոսքերից, տոնայնությունից, ինչ որ մի բանից կախվել են, որ դիմացինին գցեն եւ ցավը տեսնելու փոխարեն ասում է քո խոսքերը մեծ քամի են։ Պիտի կարդամ հոբ 11-ը, հոգիս կյանքիցս զզվել է, իմ գանգատն ազատ պիտի արտահայտեմ, հոգուս դառնությամբ պիտի խոսեմ։ Հուսահատ մարդուն ինչա պետք նա ասում է ես դառնության մեջ եմ, ես ուզում եմ այդ դառնությունից խոսամ, ես ազատ ուզում եմ խոսամ եւ այդպիսի մարդը միշտ խոսալ է ուզում, հուսահատ մարդուն որ տեսնում եք նա փնտրում է մեկը որ խոսա, ճիշտ է, շատ ժամանակ հաճելի չի նստել ու նեգատիվ, այսպես ասած բացասական բաներ լսել, մենք ընկնում ենք, իրենց ենք դատապարտում, բայց սիրելիս, իսկապես մենք լսենք, արագ լինենք լսելու մեջ մեր ընկերոջը, այդպիսի մարդուն լսող անձնավորություն է պետք, ով ընդամենը կլսի, հնարավոր է որ դու ոչ մի խորհուրդ էլ պետք չէ տաս, ուղղակի այնտեղ եղիր քո ընկերոջը, եւ որ նա խոսել է ուզում, լսիր, բայց այդ դառնությունը մի հավաքիր քո ներսում, այլ Աստծուն հանձնիր, որովհետեւ երբ որ մենք այդ այսպես ասած
դառնությունը մեր ներսում ենք հավաքվում, մենք էլ ենք մռայլվում, դրա համար մենք լսում ենք նրան կարեկից լինելու համար, ունենք խոսք Աստծուց, տանք, չունենք ավելի լավա լռենք, ոչ թե լռենք իր ասածների մեջ սխալ փնտրելով իրեն դատապարտելու համար, այլ լռենք ի նշան նրա, որ մենք կիսում ենք քո ցավը եւ հասկանում ենք քեզ։ Գիտեք, եթե դու ես հոբը, դու ես այն իրավիճակում, որ ոչ մի քեզ չի հասկանում, դու չունես ոչ մեկ, ով կլսի քո խնդիրները, կամ դու հնարավոր է անդադ հուսահատության մեջ ես ընկնում։ Գիտես, եթե ոչ մեկ էլ չկա քո կողքը, որ քեզ լսի, Աստված լսում է քեզ։ Դիմիր Աստծուն, նա հրաշալի ընկեր է, որ մեզ ինքը կարող է մխիթարել։ Մարդը մեզ չի կարող մխիթարել, մարդու մեջ մենք չենք կարող սփոփանք գտնել, բայց Աստծո մեջ կարող ենք։ Նա ասում է, ես Սուրբ Հոգին ուղարկեցի, նա ձեզ կմխիթարի։ Մենք Սուրբ Հոգին ուղարկել է, որ մեր սրտերը մխիթարի։ Ինչքան էլ մարդը իր շատ ժամանակ դատարկ խոսքերով ասում է, ոչինչ կանցնի, այսպես կլինի, այնպես կլինի, մխիթարություն չի գալիս մեր սրտում, բայց երբ որ Աստծուն ենք դիմում, Աստված մխիթարում է մեզ, ամեն։ Ու եթե դու Հոբն ես, գիտեք, Հոբի կյանքից ինչ ենք հասկանում, նա ինչքան ուզում էր ապացուցել, որ նա ճիշտ է, որ նա անմեղ է, այնքան իր ընկերները ավելի էին բորբոքվում իր արածներից եւ ավելի էին հանդիմանում եւ դատապարտում։ Ավելի լավ է ոչ մեկին չապացուցես, որ դու լավն ես, որ դու ճիշտ ես արել, որ քեզնից չի, կամ եթե թեկուզ քեզնից է, ավելի լավ է դու Աստծուն թողնես, որ Աստված ինքը քեզ արդարացնի, որովհետեւ Աստված այնպես, գիտեք, այդ շնացող կնոջը, երբ որ Հիսուսի մոտ բերեցին, ասեցին, մենք բռնել ենք նրան, հանցանքի վայրում ենք բռնել, դե քարդ վերցրու եւ սպանիր, Աստված նրան պահեց ու պաշտպանեց։ Ասեցի, եթե դուք անմեղ եք, դուք առաջին այդ քարը գցեք կնոջ վրա եւ թույլ չտվեց, ոչ ինքը դատապարտեց այդ կնոջը, ոչ էլ թույլ տվեց ինչ որ մեկ այնտեղ կանգնած այդ կնոջը դատապարտիր, նրա մոտ դու պաշտպանված կզգաս սիրելիս։ Նա պահպանում է, մեղավոր ես, մեղավոր չես, կարևոր չէ, կարևորը Աստված է, որ արդարացնում, ոչ ոք չի կարող մատ թափ տալ մեր վրա։ Ամեն, այսպիսի հրաշալի Աստված ունենք մենք։ Պիտի կարդամ Հոբ 11:2-5. Միթե շատ խոսքերին պատասխան չի լինի, կամ շատախոս մարդը պիտի արդար դուրս գա։ Քո դատարկ խոսքերը պիտի մարդկանց լրացնեն, դու ծաղրես ու հանդիմանող չլինի քեզ, որ ասում ես իմ խոսքը մաքուր է եւ քո աչքի առաջ անարատ եմ, սակայն երանի թե Աստված խոսեր ու քո դեմ իր շուրթերը բաց աներ։ Այսինքն ասում է, դու շարունակ պետքա քո խոսքով մեղանչես, սխալ բաներ ասես ու մենք քեզ չլրացնենք, ու մենք քեզ չհանդիմանենք, ո՞նց կլինի այդպես։ Այո, կլինի։ Թող ոչինչ հուսահատության մեջ էլ ավելորդ բարակ թող մի բառ ավել, մի բառ պակաս ասի, իր սրտի ցավը կիսի։ Կարևոր չէ ամեն անգամ մենք բռնենք, հանդիմանենք, այստեղ սխալեցիր, այստեղ այսպես ասեցիր։ Մենք դատավորներ չենք, թողնենք այդ գործը Աստծուն, Աստված ինքն է դատավոր։ Մենք անջված ենք, որպեսզի ընկեր լինենք։ Իրականում սա առաջին մասն է, ինքը թեման բավականին լայնարձակ է եւ շատ կուզեմ երկար խոսեմ այս թեմայի շուրջ, բայց երկրորդ մասում ես խոսալու եմ բարիսամարացու մասին, երբ որ ընկածին Աստված ուզում է մենք օգնենք, ավելի դրա մասին ենք խորանում։ Այստեղ էլ սիրելիս կարևոր չէ ոչ թե իրան ինչ որ հանդիմանողական խոսքեր ասենք, ասում ոնց կարող եմ քեզ չհանդիմանել, այո, հենց այդպես մի հանդիմանիր, թեկուզ եւ նա շատախոսություն է անում, թեկուզ եւ նա ասում ծաղրում է, էսա անում, այնա անում, բայց եթե գիտենք դիմացինը սխալում է, կոնկրետ սխալ ունի, նորից եմ ասում, աղոթելով եւ Աստծուն վստահելով այդ սխալը ասենք, որովհետեւ այո, հնարավոր է փորձության մեջ է եւ հնարավոր է այդ մարդը իր մեղքերի պատճառով է անդադ ընկնում, իր մեղքերի պատճառով է անդադ ինչ որ խնդիրների մեջ ընկնում։ Դրա պատճառով է իր կյանքում այսպես հուսահատ վիճակներ։ Դրա համար Աստծուն վստահենք, բայց առաջնայինը ոչ թե լինի մենք սովորեցնելը, այլ այդպիսին ընկած մարդուն հորդորել, բարձրացնել, հասկանալ եւ կարեկից լինել, հետո նոր ուսուցիչ կարող ես լինել եւ ընկեր, որ իրան ուղում է ցույց տալիս։ Ամեն, պիտի կարդամ Հոբ 13:3-5։ Բայց ես կուզենայի ամենակարողի հետ խոսել ու կցանկանայի Աստծո մոտ դատս պաշտպանել, սակայն դուք ստեր հորինողներ եք, դուք ամենքդ փուչ բժիշկներ եք, երանի բոլորովին լրեիք եւ դա ձեզ համար իմաստություն կհամարվեր։
ասում եմ ես փնտրում եմ Աստծուն, ես ուզում եմ Աստծո հետ իմ դատս տեսնամ, ես ուզում եմ հասկանամ Աստված ինչ է անում իմ կյանքում, որովհետև մինչև այդ հիշում եք ընկերները ինչ էին ասում, եթե ես քո տեղը լինեի, ես Աստծուն կդիմեի։ Բոլորն են Աստծուն դիմում, սիրելիս, չկա այնպեսի մարդ, ով խնդիրի մեջ է եւ ինքը Աստծուն չի դիմում, ուղղակի պատասխանները շատ ժամանակ ուշանում են, կարող է իրենց հավատքը փորձելու համար կամ իրենց հուսահատությունից պատասխաններ չեն լսում։ Համենայն դեպս, եթե իր տեղը լինեի, Աստծուն կդիմեի բառը կարող ենք անել, որովհետեւ բոլորն էլ դիմում են։ Ամեն, սակայն դուք ասում ես ստեր հորինողներ եք եւ փուչ բժիշկներ, այսինքն իբր ուզում են օգնեն, իբր ուզում են բժշկեն, բայց փուչ է, ոչինչ չեն անում եւ տեսեք ինչ ասում, Երանի բոլորովին լրեիք, այսինքն իսկապես, եթե ոչ մի բան չունես ասելու եւ քո ասածը մենակ դատապարտողական կամ սովորեցնողը, ավելի լավ է լրես եւ դա ասում է քեզ համար իմաստություն կլիներ, որպեսի հասկանաս դիմացինի ցավը։ Գիտեք, խնդիր կա, որ մենք մեկս մյուսին շատ ժամանակ չենք հասկանում ցավերը։ Հենց Բաբելոնի օրինակն եմ ուզում բերեմ, երբ որ Բաբելոնի աշտարակը շինում էին, Աստված իրանց լեզուները բաժանեց, որ իրար չհասկանային։ Եվ չկարողացավ Բաբելոնի աշտարակը իր, այսպես ասած, նպատակին հասնել։ Եվ սատանան հենց նույն այդ մեթոդիկան է օգտագործում իր Աստծո ժողովրդի մեջ, բերում է անհասկացողություն, որ մեկս մյուսին չհասկանանք։ Կարող է մեկը ֆինանսական խնդիրի մեջ է եւ չենք հասկանում, դե թող Աստծուն դիմի, Աստված օրհնող Աստված է, կամ ինչ որ մեկը բժշկության, հիվանդության խնդիր ունի, իր հուսահատությունը չենք հասկանում, դե Աստված բժշկում է, թող կպնի Աստծուն, հաստատ իր բժշկությունը կստանա, մեկը անդադ նույն իր մեղքի մեջ է անգնում ու մենք մեր մեջ ասում ենք անդադ ինչքան կարելի է 1, 2 այսքան ասում ենք ինչի չի հասկանում մեկս մյուսին չենք հասկանում այնպես ինչպես Աստված կուզեր հասկանայինք որովհետև ինչ է անում այդ անհասկացողությունը բաժանում է բերում Ինչ արեց Բաբելոս ժամանակ բաժանում բերեց մենք էլ եթե ուզում ենք միաբան լինենք իսկապես փորձենք հասկանալ դիմացինի ցավը Աստծուն խնդրենք, դա մարդկային ձևով անհնար է, որովհետև մարդկանց խնդիրներ տարբեր են։ Կարող է ինչ որ մեկը ֆինանսի մեջ է, բայց դու այդպիսի խնդիր չես ունեցել, դրա համար դժվար է քեզ հասկանալ այն մարդուն, ով ֆինանսի խնդիր ունի, կամ դու ինչ որ կորուստ չես ունեցել քո կյանքում, դժվար ես հասկանում այն մարդուն, ով թանկ անձնավորություն է կորցրել իր կյանքում։ Դրա համար Աստծուն խնդրենք, որ Աստված մեր միջով այդ գութը հասկացողությունը աշխատի դեպի մեր դիմացի անձնավորությանը, ամեն Որովհետև տեսեք Աստված միաբանության եւ մեկ է մեզ տեսնում տեսեք ինչ ասում եւ եթե մի անդամը ցավում է բոլոր անդամներն էլ նրա հետ ցավում են առաջին Կորինթացիս 12:26 Եթե դու այդ ցավը չես զգում դիմացինի ուրեմն դուք մեկ մարմին չեք եղել Աստծո մեջ Ամեն Դուք պետք է մտնեք այդ Աստծո միաբանության մեջ, որովհետև Աստված միաբանության Աստված եւ ուզում է բոլորիս մեկ անել։ Գաղատացիների 6:2-ում էլ Աստված հորդորում է միմյանց բերը կրեք եւ այսպես Քրիստոսի օրենքը կատարեք։ Կրիր իր բերը, իր հետ միասին։ Կիսիր նրա հետ բերը։ Ամեն։ Շարունակելով Հոբի պատմությունը պիտի կարդամ Հոբ 16:2-5 Ես սրանց նման շատ բաներ եմ լսել, դուք բոլորդ ձանձրալի մխիթարողներ եք, դատարկ խոսքերը միթե վերջ ունեն, կամ քեզ ինչն է դրդում, որ պատասխանես։ Ես էլ ձեզ նման կխոսեի, եթե ձեր հոգին իմ հոգու տեղը լիներ, ձեր դեմ խոսքեր կշարադրեի, եւ գլուխս ձեզ վրա կշարժեի, ձեզ իմ բերանով կքաջալերեի, եւ իմ շրթունքների շարժումը կարող էր ձեր ցավերը մեղմել։ Որովհետև իր ընկերները շարունակում էին նույն բանը ասել, Աստված ճիշտ է, դու սխալ, Աստված այսպես է, դու հաստատ մի սխալ արել ես, ասում է հերիքա, դուք ձանձրալի մխիթարողներ եք։ Ձեր մխիթարությունը տեղ չի հասնում, որովհետև մարդկային է եւ իբր ուզում եք ճիշտ բաներ անեք։ Ասում է դատարկ խոսքեր են սրանք։ Այդ դատարկ խոսքերը, այո, մենք մարդկային ձևով չենք կարող ինչ որ մեկին մխիթարել եւ որպեսի իրան հուսահատությունից անենք։ Անհնար է, որ մարդ ունենա այդպիսի ուժ եւ դժվար է հուսահատ մարդու կողքին կանգնել։ Դժվար է, եթե առանց Աստծո ես դա անում, բայց Աստծո հետ ամեն բան հնարավոր է, որովհետեւ Աստծո մեջ ինքը գթություն ու սեր կա եւ նա շատ հեշտությամբ փրկիչ է։ Հիսուսի անունը նշանակում է փրկիչ եւ նա փրկում է մարդուն։ Երբ որ
մենք Հիսուսի հետ մեկանում ենք այդ փրկչական զորությունը մեր միջոցով որպես անոթ կարող է գնալ եւ այդ մարդուն դուրս հանել հուսահատությունից եւ այո մենք դրված ենք այդ մարդու կողքին որպեսզի իրան օգնենք դա ընտրության ասում եմ եթե ուրանաս նրան օգնելու Աստծուն ուրացած կլինես դու դրված ես որպեսզի օգնես դրա համար Աստծո հետ միասին արա դա ասում եմ ես էլ ձեր տեղը լինեի ասում եմ իմ ձեր դեմ խոսքեր կշարադրեի մատս թափ կտայի այսպես կանեի հեշտ ասում եմ բայց ես ասում եմ ինչ կանեի ձեզ կքաջալերեի եւ իմ շրթունքի ուրիշ տեղ ասում եմ մխիթարությունը ձեր տրտմությունը կմեղմեր եւ կտաներ ամեն Ինչ պետք է անենք այս լեզուն օգտագործենք այդ ժամանակ ինչի համար քաջալերանքի դու կարող ես Աստված քեզ չի թողել Աստված պատասխան ունի ոչինչ եթե դու պատասխան չես լսում կգա օր կլսես քաջալերանքի խոսքեր բարձրացնող խոսքեր որ կյանք կտան եւ ասում է իմ շրթունքի մխիթարությունը ձեր ցավերը կտաներ այո ստանանք այդ մխիթարության խոսք այդ մարդու համար աղոթ կանենք որպեսզի այդ մարդուն մխիթարենք եւ մեր խոսքով նրա դրդմության վրա այսպես ասած ցավազրկիչ դնենք որովհետեւ դա միայն Աստված կարող է անել սիրելիս Փառք մեր Տեր Հիսուս Քրիստոսին իսկապես այս ուղերձի համար որովհետեւ այս ուղերձը եկել է մեզ օգնելու իրականում որովհետեւ մենք մենակ ենք երբ որ անում ընկնում ենք եկել է օգնելու որպեսի օգնես քեզ է օգնում Աստված որպեսի դու էլ կարողանաս քո ընկերոջը օգնես ամեն եկեք աղոթքով եզրափակենք սա իրականում առաջին մասն էր երկրորդ մասում ավելի հետաքրքիր դեպքեր կան հոբի շարունակությունը եւ բարի սամարացին ենք քննարկելու որը ավելի կամրապնդի մեզ Աստծո կամքի մեջ ամեն Տեր Հիսուս, շնորհակալ ենք Տեր, որ դու օգնում ես մեզ, որպեսզի օգնենք ուրիշներին։ Այո Տեր, մենք չենք կարող որպես մարդ այն խոսքերը գտնենք, որ կյանք կբերի, կքաջալերի եւ մխիթարություն կտա։ Բայց Տեր, մենք հրաժարվում ենք այն բոլոր դատապարտողական խոսքերից, այն բոլոր անհասկացողություններից եւ որոշում ենք կայացնում, որ նայենք քեզ եւ քեզանից եկած խոսքերը քաջալերանքը փոխանցենք դիմացինին որը փրկություն կլինի Հիսուս Քրիստոսի անով ամեն